Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե երկու հիմնական բան ունենք խոսելու։ Մեկը Ուկրաինա, ես վերջին հարձակումները, այսպես ասենք երևի Ռուսաստանի վրա շատ կոորդինացված, շատ խելացի մտածված արդյունքներից ես արդեն հասկանում, որ այդ փոքրիկ ինքնաթիռները, ինքնաթռչիկները ոնց են կարողանում այդպիսի մի Ռուսաստանի նման հսկա երկրում այդքան խնդիրներ ստեղծել։ Եվ իհարկե այս Իսրայելի ցեղասպանության 15 թվականի հարցի քննարկումը Ուկրաինայից սկսենք Արմեն։ Սկսենք։ Ես նայում եմ իսկապես եմ ասում Facebook-ում եւ առաջին անգամ Պուտինը ես լսեցի, որ ասեց, որ ինչ-որ դժվարություններ ունեն, որ իհարկե կարող, բայց ասեց էլի, ասեց, բայց ես ինչքան հասկանում եմ, խնդրեմը լուրջ է Ռուսաստանի համար։ Եվ ոչ միայն բենզինի խնդիրն է այստեղ, որտեղ հարվածեցին բոլոր այդ ռիֆայներերին, ինչ որ հնարավոր էր հարվածել եւ շարունակում են 40 օր ասած, չէ՞, պիտի բան։ Զելենսկին այո։ Նաեւ պատերազմի պարտադրման համար, խաղաղության։ Հա, բարոյալքվում է ռուսական բանակը։ Այդ արդեն զինվորների բաների այդ սպաները, որ խոսում են բանով, առաջ ես տման բան չի լսել, որ ուղղակիորեն են Պուտինն ասել, որ հերիկա վերջտուր ես ինչ ես անում։ Չէ, մեծ հաշվով եղել է, եկեք բանակը միշտ է բարոյալքված է եղել, այնտեղ եթե բանակը ասում եմ վարձկանների բանակ է եղել, որովհետև զեկերի, այսինքն բանտարկյալ, հա, հանցագործների, կալանավորների ինչու որովհետև տեսեք մենք հիշենք Պրիգոժինին այնպես չի որ Պրիգոժինը այդ ամեն ինչ որ հիմա ասում են իրանք Պրիգոժինը ասում են 3 տարի առաջ ասեց ինչ եղավ հետո պարտեցիր ինքնաթիռը ես ասեմ հա բայց ինքը հիմարություն արեց ինքը միջև Մոսկվա փախել էին ինքը կարար միջև Մոսկվա հասնել իշխանությունը վերցնել այլ հարց հա այ որ հասնել վերցներ ինչ էր անելու եւ ինչ էր լինելու այդ ժամանակ հա դա էլ մի բան չի ոչ մեկ չի կարող ասի թե այդ ժամանակ չգիտեմ, ասենք, եթե Պրիգոժինը վերցներ, կարող ավելի լավ կառավարել, ինչ ավելի վատ էր։ Դրա համար ասում ենք, չգիտենք, որն է։ Սրանից վատ դժվար է թե մեկը կարողանա կառավարել։ Այո, բայց եկեք մի քանի մասի բաժանենք հիմա, այսինքն սա լավ պլանավորված իրոք օպերացիա է, ու ինչի Ուկրաինայի կողմից։ Այո, այո։ Տեսեք, բունկերայինը կորել էր մի երկու օր չկար, սա ասում են, սա բենզինի հերթեր են կանգնած վառելիքի եւ ինքը ձեն չէր հանում, մինչեւ այդ 10 պրոբլեմ չկա, հանգիստ է։ Հիմա էլ ասեցնես, թե անհարմարությունը, թե բան չի։ Հետո սկսեց խոսել, թե ոնց են իրանք համատարած առաջ գնում ճակատում, ուրեմն այդպիսի բան չկա։ Ինչ որ Սումի շրջանից էր խոսում, ընդ որում սխալ թվեր է ասել, ընդհանրապես սխալ թվեր է ասել, թե իրանք 8 կիլոմետրի վրա Սումիից կանգնած են, Սումիից իրանք կանգնած են 17-ից 20 կիլոմետրի հեռավորության վրա։ Այն Կուպյանսկը, որ իրանք ավերցրել են մի 66 անգամ, պարզվեց, այս անգամ կարծես թե իր ասած տրամաբանությունից խոստովանեց, որ Կուպյանսկը իրանք չեն վերցրել։ Միակ Արմեն ջան, ասենք այդ կիլոմետրերը մենք այդքան չենք շատ հասկանում։ Արեք մեզ ուրիշ բան է հետաքրքիր։ Հիմա իմ կարծիքով ժամանակի ընթացքում այս 4 տարում պատերազմի Ուկրաինան շատ ավելի ճիշտ կողմնորոշվեց, թե ապագան պատերազմի ուր է գնում։ Եվ որտեղ կենտրոնացին թե ֆինանսները, թե իրենց գիտական միտքը եւ այլն, եւ հասան այս իրենց արտադրած դրոններով են հարձակվում Ռուսաստանի վրա, հա, ու շատ մեծ թափով։ Եվ հիմա գիտեք ինչ իմ մոտ այդ տպավորությունն է, որ ամենաժամանակակից պատերազմն է վարում Ուկրաինան, իսկ Ռուսաստանը հին է տրադիցիոն, երկրորդ համաշխարհային տանկերով եւ այլն եւ այլն։ Տեսեք, այս իմաստով առաջ անցավ Ուկրաինան։ Առաջ անցել է, բայց եկեք օբյեկտիվ լինենք, այդպես չի, որ իրանք էլ են հասկացել, որ տանկերով պատերազմ չի։ Իրանք միակ թերությունը ինչ է մնում, որ իրենց անգամ ռոպագանդիստները ասում են, որ ուկրաինացիները մենք ուղարկում ենք մի բեռնատար մարդ, իրանք ուղարկում են մի բեռնատար դրոն մեր վրա, այսինքն իրականում չէ, իրենք էլ ունեն դրոններ, իրականում եկեք դե իհարկե ունեն։ Իրենք էլ են զարգանում այդ իմաստով։ Բայց քան որ իրենք պատժամիջոցների տակ են եւ չեն կարողանում այդ չիպեր եւ բաներ գնել, իրանց համար ավելի շատ դանդաղ զարգանում, քան Ուկրաինան։ Միանշանակ իրանք ունեն ռեսուրսների խնդիր, չնայած իրանք միջև պետք է հաշվի առնել, իրենք ավելի մեծ են, ավելի շատ ռեսուրս ունեն ի սկզբանե քան Ուկրաինան, բայց պետք է մի բան հասկանալ, որ այդուամենայնիվ խնդիրը նրանում է, որ Ուկրաինան պաշտպանվում է, իսկ իրենք հարձակվում են։ Հարձակման պարագայում բնականաբար դրոնը չի կարող միայնակ տարածք վերցնի, հետևից պետք է մարդ կա։ Դրա համար իրանք մսացու, այսինքն եւ չունեն այնքան դրոն, որ կարողանան ենթադրենք ապահովեն, որ այդ մարդիկ անվտանգ հակադրոնային պաշտպանությունը լա թույլ է։ Եվ հետո եկեք ռուսների այո, եւ ոչ միայն հակադրոնային, այլ հակաօդային պաշտպանությունը, որտեղ այս դեպքում իրենց տարածքը իրենց թերությունն է, տարածքը շատ մեծ է, հակաօդային պաշտպանությունը չի հերիքում
եւ Ուկրաինայի գլխավոր նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ռուսաստանցի սկսի զգալ իր վրա, որտեղ միջև երբ որ խոսում են ռուսաստանցիները, ասում են մենք չգիտենք, մեր վրա չի ազդում եւ այլն, այնտեղ ինչ որ կատարվում է, իսկ հիմա յուրաքանչյուր ռուսաստանցի իր մաշկի վրա է ազդում։ Այո, սա նաեւ օպերացիա է հոգեբանական, բայց նաեւ տնտեսական ամենակարևորը։ Բողոքել ռուսները արդեն Այո, մենք երկրորդ մասով շարունակենք։ Ընդմիջում կոյադարանով շարունակենք զրույցը։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբիխչյանի հետ։ Արմեն, վստահ եմ ավելացնելու, բայց անպայման ժամանակ թողնենք։ Այո։ Տեսեք, ուրեմն եւ հիմա տեսեք ինչա կատարվում։ Ճնշումները մի քանի ուղղությամբ են, այսինքն հոգեբանական, որ ռուսները հասկանան, որ դա անպատիժ չի մնում եւ չի կարող պատերազմը միակողման լինի, ինչ չի որ իրանք պետք է ու հիմա զարմանում են, ասում են՝ «Խիեք մեզ ռմբակոծում», ոնց ասում են, 5 տարի մեզ ռմբակոծում եք, բայց սա մարդկային է, էլի, չես պատկերացնում, դե հիմա Ուկրաինում այնտեղ պայթում է վիդեոյով տեսնում ես, բայց երբ որ քո շենքի տանիքին ակամ կողքի են գնում, շեր արթնանում է, դա արդեն լրիվ ուրիշ բան է, հասկանալ, թե կյանքը ոնց է, էլի։ Ասում ոչ մի բան այդքան չի պարզեցնում պրոպագանդայի տակ մնացածների աչքերը, ինչքան Դրոնը տեսնում են միանգամից Սալով եւ Մոլոյով, Սիմոնյան, սա մոռանում են, իրականությունը գալիս է եւ այլն։ Բայց տեսեք ինչ էֆեկտ է։ Ուրեմն զգալիորեն տեսնում եք կիլոմետրանոց, ես հիմա կատակ չեմ անում, ոչ թե փորձում եմ ինչ-որ, կիլոմետրանոց, կիլոմետր ու կեսանոց, 2 կիլոմետրանոց հերթերա բենզինի կայանների մոտ, դա մի սարսափելի բան է։ Ընդ որում տեսեք, սա Մոսկվայում ախր չեմ ծայրամասեր չի։ Ամենտեղ եւ ընդ որում տեսեք, ծայրամասերից էլ փորձում են բերեն հասցնել եվրոպական մաս բենզինը։ Իդեպ ասեմ, որ հայ այդ պամիդոր բան աժեսնողները թող շատ չտխրեն, որովհետև հիմա այդ թրաքերն էլ դժվար կգնան, ընդեղից հետ կգան, հետաբար բնականից արդեն սանկցիա Ռուսաստանի վրա կիրառվում է եւ այդ նույն բենզինի խնդրի պատճառով այդ թրաքերը գնալու են այնտեղ մնային Ռուսաստանում, դրա համար ինչ որտեղ ասում բախտները բերել է, հիմա թող փորձեն տանջվեն աշխատեն Եվրոպա տանեն, ոչինչ բան չկա, մի քիչ որ աշխատեն, բիզնեսը իր տեղը կգտնի, միշտ բիզնեսը գտնում է եւ կատարելագործվում է։ Հիմա տեսեք, ամենակարևորը ինչ է, նաև երկրորդ կարևոր, այսինքն տնտեսական եւ հոգեբանական հասկացանք, նաև կոնկրետ տնտեսական, որովհետեւ նախ Ռուսաստանի նավթի ուրեմն այսինքն գիտեք, այդ նավթամշակման գործարանների հնարավորությունն նվազեցվել, կտրուկ իջել է, այսինքն 15-20% պահեսներն էլ պայթեցին, քանի մեծ պահեսներ, այո, մշակվածի արդեն։ Այո, մինչև 40% իջել է, արտադրությունը բենզինի եւ այլն իջել է, պահեսներները այո պայթեցնում են եւ այլն։ Հիմա ռազմական գործարանների են հարվածում, տեսեք, այս վերջերս իրենց ֆլամինգոյով հարվածեցին մի գործարանի, որը ուրեմն արտադրում էր Իսկանդերի հետ կապված արտադրություն ունեն, իրենց կապված, հիմա մեկը ասում է հրթիռներ, մեկը ասում է ոչ թե հրթիռներ, կայանների հետ կապված, մի խոսքով այն ասճան բնասեր, որ ուրեմն եւ գնալով խնդիրն է, որ ուկրաինական բալիստիկան հասնում է եւ եթե հիմա ավելի շատ անօթաչու
այսպես ասած դրոնի եւ հրթիռի խառնուրդ են իրանք օգտագործում, այսինքն իրականում իրանք օրինակ նույն ֆլամինգոն հրթիռը, բայց ինքը դրոնի կատեգորիայի մեջ է մտնում, հասկանում եք, բայց ինքը հրթիռ է, նայումս մեծ հրթիռ է, չէ՞։ Հիմա արևմտյան գործընկերների հետ տարիներ շարունակ աշխատանքը տվել է այդ արդյունքը եւ այն որ հիմա իրենք առաջ են ռուսներից, դա այդ եւ ուկրաինացիների ճկունությունն է, եւ միտքն է, եւ նաեւ արևմտյան գործընկերների եւ ֆինանսավորումն է, եւ աշխատանքն է, համատեղ արտադրություններն է։ Հիմա սպասում ենք, որպես սեպտեմբերից ասում են նաև ուկրաինական բալիստիկան է պատրաստ լինելու, իսկ եթե ուկրաինական բալիստիկան պատրաստ եղավ, դա շատ ավելի արագ է եւ շատ ավելի դիպուկ պետք է լինի եւ տեղ արդեն ռազմական գործարաններն են ել ավելի մեծ վտանգի տակ ընկնում։ Դրա համար տեսեք Մոսկվայի ամենամեծ MPZ-ն խփեցին, այս գնահատամերշակման գործարանը խփեցին, որը ասում են 27 թվականից շուտ չի կարգավորվի, այսինքն եւ գնալով ամեն օր վատանալու է վիճակը։ Ընդ որում տեսեք, դուք պատկերացնում եք բենզինի պակասը ոչ միայն ռազմադաշտում է, չէ, մատակարարում է ի վերջո։ Հետո մի բան ասեմ, դες դրոնները իրականում դրոնային այդ խմբերը օգտագործում են վառելիք, որովհետև իրենք պետք է իրենց այդ բետերիները անընդհատ չարժի դնեն, իսկ դրա համար պետք են գեներատորներ, իսկ գեներատորները աշխատում են բենզինով։ Եվ բացի դրանից middle strike եւ հեռու հարվածները դրանք իզոլացնում են լոգիստիկան, այսինքն դժվարացնում են ռուսական բանակի լոգիստիկան։ Տեսնում եք Ղրիմը ոնց է մեկուսացվում, Ղրիմում ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է, մարդիկ փախնում են Ղրիմից եւ այլն, հա։ Ծովով է միայն կապանում։ Այո, ծովել չի կարող, ծովային դրոններն են այնտեղ, ծովով չի կարող։ Լրիվ կտրված է Ղրիմը, փախնում են մարդիկ ուղղակի փախնում են։ Դրա համար սենց լրջագույն իրավիճակ է փոխվում։ Հիմա Պուտինը ունի, քանի որ մեր ժամանակը քիչ է, կարճ ասեմ, գոնե մի 2 րոպե Իսրայելից խոսենք։ Պուտինը ունի երկու տարբերակ, մեծ հաշվով երկու տարբերակ, կամ կանգնացնում է գծով պատերազմը, հիմա ոնց որ Զելենսկին էր առաջարկում, կամ ինքը ստիպած է լինելու կամ հանրահավաք մոբիլիզացիա ինչ որ մի ձև փորձի տակից դուրս գալ։ Քանի անգամ ասեց, որ ես չեմ անի մոբիլիզացիա միայն բաներով կամավորներով։ Հիմա արժևում սեպտեմբերին ընտրությունն է, միջև այդ կարծում եմ չի անի, բայց օրորի վիճակը վատանալու է, որտեղ Զելենսկին 40 օրյա կտրվածքով շատ ալի մեծ խնդիրներ է ստեղծելու, որտեղ Զելենսկին այդ 40 օր էր տվել պատերազմի պարտադրման համար, պարզա որ կարող է բնականաբար դա ավելի շատ խորհրդանշական է, որտեղ չեմ կարծում որ բունկերային այդեն շուտ հանձնվի, բայց մեծ հաշվով իրավիճակը կփոխվի սեպտեմբերյան դումայի ընտրություններից հետո։ Ինչ ընտրություններ Ռուսաստանում, ինչ համաձայն եմ, բայց դե հիմա պայմանականորեն է։ Լավ։ Վաղ խոսենք ուրեմն Իսրայելից եւ չհասցրեցինք այսօր։ Շնորհակալություն։ Չի թողում մեր եթերային ռեժիսորը արգելի հետևել։ Խիստ աշա։ Շատ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ հաջողություն։